Տիկին Բաթոյան, քարոզարշավը մոտենում է ավարտին, մի քանի օր է մնացել, ինչպես է ընթանում քարոզարշավը ըստ ձեզ, ինչպես ընթացավ եւ ինչ կարեւոր արձանագրումներ դուք արեցիք այս օրերի ընթացքում քաղաքացիների հետ շփումներից, հանդիպումներից հետո։ Քարոզարշավը իսկապես շատ բուռն ու հետաքրքիր է անցնում, ուղիղ եթերով իհարկե բոլորը կարող են հետևել, բայց մարդիկ շարունակում են հանդիպում փնտրել հատկապես իհարկե վարչապետի հետ, Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել թե իրենց հուզող հարցերը, թե ինչը որ շատ մեզ համար ոգևորող է, շնորհակալական խոսքեր ասել այն փոփոխությունների համար, որոնք մարդիկ տեսնում են իրենց կյանքի վրա, իրենց շրջապատող աշխարհը, իրենց կյանքը այդ ամենի վառ ապացույցն է, այսինքն մենք ինչ էլ խոսենք քարոզարշավի ժամանակ ընդդիմությունը ինչ հարցում էլ մեզ քննադատի, մարդիկ միևնույնն է այդ փոփոխությունները տեսնում են իրենց կյանքի վրա, հետևաբար սա ընդհանրապես կարծում եմ առիթ է նախ շնորհակալության եւ գնահատանքի խոսքեր լսելու եւ երկրորդ նաեւ հասկանալու թե ինչպիսի խնդիրներ կան եւ ինչ ուղղությամբ մենք պիտի աշխատենք հետագայում, այսինքն քաղաքացիների հետ քննարկել մեր հետագա անելիքները։ Մայիսի 28-ին տեղի ունեցավ մեծ զորահանդես, սպասված զորահանդես, շատ տպավորիչ էր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլորը կարծում եմ այդ բային հպարտություն զգացին, սակայն գտնվեցին նաև քաղաքական որոշ շրջանակներ, ովքեր կրկին այդ տպավորիչ զորահանդեսից հետո քննադատեցին բանակի վերափոխմանը, քննադատեցին ձեռք բերված սպառազինության տեսակների այսպես թույլ լինելուն, այդ մասին ինչ կասեք, ինչու են նման գնահատականներ հնչեցնում։ Ես ասեմ, որ ընդդիմությունը որքան էլ փորձում է, բայց միևնույնն է չի կարողանում զարմացնել ոչ մեզ, ոչ մեր հանրությանը, ինչու, որովհետև դա սպասելի էր։ Այն ուրեմն ապատեղեկատվությունը, այն անտեղի քննադատությունը, որովհետև զորահանդեսը իհարկե առաջին հերթին նախ հաշվետվություն էր մեր քաղաքացիներին եւ հետո իհարկե եւս մեկ առիթ էր հանրապետության օրը նշելու, կարևորելու Հայաստանի Հանրապետության դերը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես անքննելի արժեք։ Ես կարծում եմ, որ սա նորմալ է, որովհետեւ ընդդիմությունը այլ բան չուներ անելու, քան պարզապես նորից եմ կրկնում, թե ապատեղեկատվության, թե նույնիսկ շատ հաճախ զվարճալի մեկնաբանությունների միջոցով ուղղակի, չգիտեմ, ինֆորմացիա տարածել եւ փորձել որևէ ստվեր գցել, բայց իհարկե այդ զորահանդեսը նախ շատ տպավորիչ էր, հուզիչ ու դա կարծում եմ, որ ստվերել անհնար է։ Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել եւ շատ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես 44-օրյա պատերազմի մասով կցանկանայի ձեր կարծիքի եւ գնահատականը նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։ Գիտեք, ես ամբողջությամբ չեմ կարող այսպես ամբողջությամբ հարցազրույցը չեմ նայել, բայց ես որոշ հատվածներ եմ նայել եւ նույնիսկ այդ կարճ հատվածները իրար հակասող էին։ Եվ քաղաքացիները, որոնք գուցե կառավարումից շատ բան չգիտեն, ռազմական գործից շատ բան չգիտեն, շատ հստակ տեսնում են խնդիրները եւ պատկերացնում են թե այս պահին իրավիճակը, թե այն իրավիճակը, որը եղել է 20 թվականին եւ դրանից առաջ։ Բոլորս շատ լավ գիտենք 20 թվականի պատերազմ բերող, ուրեմն հանգամանքները, որքան էլ որ դա թե երկրորդ նախագահը, թե մյուս ընդդիմադիր գործիչները փորձեն բարթել մեր իշխանության վրա, այսինքն ամեն ինչում մեղավորը տեսնել, մենք հստակ գիտենք, որ դա շուրջ 30 տարվա անգործության հետևանք է եւ մնացած բոլոր պատճառաբանությունները պարզապես տեքստեր են, որոնք, չգիտեմ, նույնիսկ իրար հակասող ասում են այս դեպքում կոնկրետ երկրորդ նախագահը եւ մի բան, որ ես միշտ ասում եմ, շատ կարեւոր է, որ երկրորդ նախագահը խոսի, անընդհատ խոսի, որքան շատ է նա խոսում, այդքան ակնհայտ է դառնում, թե ընդհանրապես ում հետ մենք գործ ունենք եւ ում հետ ենք գործ ունեցել տարիներ շարունակ եւ մարդկանց շատ բան թեև վաղուց էր պարզ, բայց եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում։